Ժողովուրդ ջան, բարև ձեզ, հարազատներս, ժողովուրդ ջան, նախ եւ առաջ շնորհավորում եմ մեր մայրերին, մեր կանանց, մեր քույրերին, մեր տատիկներին, մեր սրբություններին, մեր գեղեցկություններին, մեր կյանքը գունավորողներին, նրանք բոլորը մեր մայրերն են, մեր գեղեցիկ սերն են, մեր ներկայացուցիչներն են, ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիդ, հերոսացին բոլոր մայրերի առաջ խոնարհվում եմ, շնորհավորում եմ բոլորիդ մի ամսյակը, ցանկանում եմ լինեք առողջ, երջանիկ, միշտ ժպտակ, փայլեք, շեն ու վառ պահեք մեր օջախների լույսը, որովհետև կինը տան ամենաամուր հենակներից մեկն է, օղակներից մեկն է, որ կա, շնորհավորում եմ բոլորին, նախ եւ առաջ մեր հերոսացին մայրերին, հետո նոր մեր քույրերին, մեր հարազատներին, ժողովուրդ ջան, ուրեմն անդրադառնամ մի փոքրիկ հատվածի, որը արդեն իսկ անհանգստացրել է բոլորին, նախ եւ առաջ վարչապետը, նախ եւ առաջ որ պարոն Փաշինյանը գնացել ենք դիմավորելու Աշտարակ քաղաքում, Աշտարակը մեր քաղաքն է, ես Արագածոտ մարզի բնակիչ եմ, բոլորդ լավ գիտեք, ես Արագածոտ մարզի բնակիչ եմ, պարզապես որ վարչապետը եկել է քարոզարշավի իմ քաղաքում հանդիպելու ժողովրդի հետ, ես պարտավոր եմ գնալ ու դիմավորել իմ վարչապետին, ես ուրիշ տեղ չեմ գնացել, չեմ դիմավորել ուրիշ մարզում իմ վարչապետին, իսկ ինչ մնում է, հայետի սարքեցին թոհուբոհ, լրագրողանին քաշեց, խայտառակեց, պիտակավորեց, կոսպեկտավորեցնեց, ոնց որ իրան հարմար է, դա իր խնդիրն է, քանի որ ինքը չունի կանացի ոչ մի բնաստ կամ հատված կամ օրգան, ըստ դրա ես նրան չեմ անդրադառնում, չեմ շնորհավորում, քանի որ օրը ցերեկով կոնֆլիկտ առաջացավ իմ էջի հետ, իմ լայքի հետ կապված ու ես պետք է անմիջապես մտնեի եթեր, որ ձեզ բացատրեմ թե ինչ է կատարում, ըստ դրա, ժողովուրդ ջան, ըստ դրա, ես այս ֆանատով մտա, այս կարգավիճակով մտա եթեր, թե չէ ես ձեզ համար կոսպեկտավորել եմ մի շատ գեղեցիկ եթեր երեկոյան, որ անպայման կնվիրեմ ձեզ, բոլորիդ, որովհետև սփյուռքահայերն էլ երեկոյան են ինձ դիտում։ Ժողովուրդ ջան, Բելլա Աստված համակարգը այդ ժամկետն անցած Գոգրան մտել էր ու շնորհավորում էր Հայաստանի Հանրապետության մայրերին ու քույրերին, ես իր շնորհավորանքի տակ գրեցի շատ շնորհակալություն Պուտինի ներքո Հայաստան բերված Գոգրա, ես տենց շնորհավորեցի իրան, ես էլ ասի քեզ եմ շնորհավորում Գոգրա ու լայքեցի իրան, այդ լայքը վերցրել են, սենց ապականել են, արարել են, ժողովուրդ ջան, մի հատ բան ասեմ ձեզ, էլի, եթե ես պատերազմական ծանր օրերին, հեղափոխության են ծանր օրերին, քովիդի են ծանր օրերին, ծեծ ու ջարդ ուտելով 18 թվից մինչև առեսօր մնացել եմ իմ վարչապետի կողքը, կայուն մաքուր պարզ կանգնած, ես ձեր բոլորին պարզ բացատրում եմ, էլի, ասենք ես այդքան անգրագետ, անգիտակից մարդ չեմ, այդքան անմակարդակ չեմ, այդքան անտեսված ու արհամարված չեմ ոչ իշխանությունների կողմից, ոչ իմ հետևորդների կողմից եւ ընդհանրապես ոչ էլ այս երկրում ապրող ու արարող ժողովրդի կողմից, ժողովուրդ ջան, եթե մարդը դժվարությունների մեջով անցել է, եկել է ամենահեշտին է հասել, ամենանորմալ ապրելու բերկրանքին է հասել, արդեն այդ համ ընկել է մարդու բերանը, մարդը ոնց կարա տվյալ իշխանությունից երես թեքի կամ հեղափոխվի, ես ինքս հեղափոխվելու խնդիր չունեմ, ես ում կլայքեմ, ում կգրեմ, մի հատ կխնդրեմ գրածը տեսնեք, նոր լայքից որոշեք, որ ես ուղղակի դա ծաղրել եմ, ես չեմ արդարանում, դա ձեր բոլորի սուբյեկտիվ կարծիքն է, ամեն մեկը մի կարծիք կասմեք, դա ձեր խնդիրն է, ոչ արդարանում եմ, ոչ խնդրում եմ, ոչ ներեք, ոչ էլ են։ Ես ընդամենը դրան գրել եմ ապրես Գոգրա, Հայաստան բերված Պուտինի շնորհիվ Ռիտային եմ ասել, Բելանա թե Ռիտան, Բելան սատկել է յանի թե, այտենց ձեռ եմ առել, ծաղրել եմ ու մի հատ լայք եմ դրել իր այդ բանին, եթերին, ուղիղ եթերին, ժողովուրդ ջան, բերեք միշտ հիշենք ու գիտակցենք, որ ես պատերազմի օրերից մինչև առեսօր, հեղափոխության օրերից մինչև առեսօր իմ իշխանության համար շատ անդառնալի ճանապարհ եմ անցել, փաստացի ապացույցներով դեռ անցնում եմ այդ ճանապարհը, բայց ես հասել եմ իմ ուզած իշխանությանը, ես հասել եմ այն ամենին ու հագեցած է իմ ծառավը, իմ Հայաստանի հանդեպ, իմ իշխանության հանդեպ, ամեն ինչ շատ նորմալ է, ես գոհ եմ, որ ես ապրում եմ իմ հողու ջրի մեջ, այս իշխանության շվաքի ու հովանի ներքո ու շատ գոհ եմ, խնդրում եմ բերեք չկոսպեկտավորենք իմ լայքը Բելային, որովհետև ես դա ծաղրել եմ, եթե կուզեք մտեք նայեք, իսկ ինչ մնում է իմ Հայաստանի Հանրապետության քարտեզը իմ դոշին կպցնելու համար, թե վարչապետը կպցրեց ու ինչեր կոսպեկտավորեցին, խեղաթուրեցին, խայտառակեցին, դա նորմալ է, շատ ուրախ եմ, որ ճանաչված ենք, մենք մեր ՔՊ-ով, մենք մեր իմ քայլով, մենք մեր
գիտելիքներով հանդերձ այնքան ճանաչված ենք, այնքան ցավոտ հատված ենք ընդդիմության համար, որ նրանք երբեք դադար չեն տալի։ Մեկ-մեկ ես որ տուալետ եմ մտնում կամ լոգարան, նայում եմ 4 կողմս, տեսնեմ կարող է լոգարանի մեջ էլ կամերա կա, այդ պահն էլ ֆիքսեն, այդքան ուշադրության կենտրոնում ենք մենք իրանց համար, դա շատ լավ է։ Անտեսված վատ վիճակում այն մարդով, որ անտեսված է, ուրախ եմ, որ ձեր ընտանիքներում հոգսեր չունեք, ընդդիմադիր հատված, ձեր ընտանիքներում տղամարդ չունեք, ընդդիմադիր հատված, բոլոր կանայք ընկած են ԿՊ-ի ամենակարևոր օղակների հետևից, դա շատ նորմալ է։ Իսկ ինչ մնում է, որ ես հանգարց ու հանգարց պետքա Ռիտային կամ Բելային ոգևորեմ, ոչ, ես դա ծաղրել եմ ժողովուրդ ջան, ես իրան գրել եմ գոգրա, ես էլ քեզ եմ շնորհավորում, Պուտինի ներքո Հայաստան բերված թուրք, sense բաներ եմ գրել, չեմ էլ հիշում էլ արդեն ինչ եմ գրել, բայց գոգրան շատ լավ հիշում եմ, որ գրեցի եւ մի հատ սմայլիկ դրեցի իրան։ Դա բերեք չքննարկենք, չպիտակավորենք, ես ընդամենը ծաղրել եմ, եթե սմայլիկը տեսել եք, հաստատ գրառումն էլ տեսած կլինեք, իսկ եթե գրառումը տեսել եք, ուրեմն սմայլիկն էլ եք տեսել, կարա կոսպեկտավորեք ճիշտ, որ ես ընդամենը ծաղրել եմ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մայրերին, մեր քույրերին, մեր տատիկներին, մեր հերոսացին ծնողներից ներողություն եմ խնդրում իրանց որդիների փոխարեն իրանց թույլտվությամբ ես շնորհավորում եմ բոլորին թող լինի առողջություն, թող մեր մայրերը, մեր քույրերը հիշեն, որ մեր համար իրանց մեր կողքին լինելը դա մի ամսվա, մեկ ամսյա բան չի, ուրախություն չի, տոն չի, հավերժ տոն է մեր համար, որ մեր կողքին կան գեղեցիկ մայրեր, գրագետ քույրեր ու սուրբ մայրեր, տատիկներ, մի խոսքով բոլորին շնորհավորում եմ, անչափ գոհ եմ, որ կաք, որ իմ կողքին եք, ժողովուրդ ջան, վարչապետիս ընտանիքին նույնպես շնորհավորում եմ, Տիկին Աննային, իր դուստրերին շնորհավորում եմ, թող բոլորն էլ փայլեն, թող ունենան նման կանացիություն, գեղեցկություն, ժպիտ, սեր ու հարգանք, բոլորը, թող ամեն ինչ փոխադարձ լինի, մեր մայրեր, իմ քույրեր, իմ հետևորդներ, իմ մայրեր հետևորդ, բոլորից շատ սիրում, հարգում եմ, ժողովուրդ ջան, խնդրում եմ լայվը տարածեք, որպեսզի Բելայի խոսացածը լայքելու համար չպիտակավորեն, որ Ռուստամ Ավագյանը հեղափոխվեց, Ռուստամ Ավագյանը չհեղափոխվող տեսակ է, Ռուստամ Ավագյանը պատերազմի անդառնալի օրվանից մինչև այսօր ներսի Թուրքի հետ պատերազմի դաշտում է ու միշտ ծեծված է այդ դաշտում, բայց հաղթանակած է այդ դաշտում ու երբեք ես չեմ հրաժարվի, երբեք ես չեմ մոռանա իմ պետությունը, պետականությունը, իմ կիսաշենացված ու շենացման process-ը հաղթահարած այս իշխանությունը, երբեք էլ չեմ ուրանա, երդվում եմ իմ երեխեքիս, իմ ընտանիքիս անունով, ժողովուրդ ջան, բոլորիդ է շատ սիրում, հարգում եմ, թող բոլորիս ընտանիքներում միշտ մեր մայրերը, մեր քույրերը, մեր տարեստատիկները ժպտան ու փայլեն, մեր սքաշաղախ մայրերին էլ ուժ, կորով, համբերություն, ես բոլորիդ շատ սիրում, հարգում եմ աշխարհի բոլոր ծաղիկները, աշխարհի բոլոր ջերմությունն ու սերը, Աստծո օրհնանքը մեր մայրերին, բոլորին, ես իստորիա եմ դրել, շնորհավորել եմ մեր հայոց մայրերին, մեր սրբություններին, մեր տան ամենակարևոր օղակներին, մեր կյանքի ամենահզոր կայուն երակներից մեկն եք դուք, որ միշտ արունը բաբախում է, սիրտը թրթռում է հայ ազգի համար, իր ընտանիքի համար, իր զավակների համար, այն ինչ որ տեսակ հայոց մայրերը երբեք չկրկնվի, թող խաղաղություն լինի, թող բոլորի միամսյակը շնորհավոր լինի, թող երկրագնդի վրա, ոչ թե միայն Հայաստանում, ոչ թե միայն Ադրբեջանում, Թուրքիայում, չգիտեմ, Բաքվում, բոլոր տեղերում, Իրանում, բոլոր տեղերում ժողովուրդ, բոլոր տեղերում, թող երկրագնդի վրա զենքի սով լինի, թող ծով, կյանք, համբերություն, առողջություն լինի, թող ոչ մի մայր չլացի, թող մեր մայրերը լացեն միայն ուրախության համար, ուրախության արցունքներ թող թափվի մեր մայրերի աշկերից, այսքանը լավ մնացեք, բոլորից շատ սիրում ու հարգում եմ։ Երեկոյան անպայման կմտնեմ եթեր, անպայման կշնորհավորեմ եւս մեկ անգամ բոլորիդ, ու կուզեմ, որ միշտ ժպտակ ու փայլեք, միշտ այսօրվա պես, ամեն օր այսօրվա պես նվերներ ստանաք, միշտ իմացեք, որ շոյված եք, սիրված եք ու ուշադրության կենտրոնում եք, մենք առանց ձեզ ոչինչ ենք, հարազատներս, լավ մնացեք, բոլորիդ շատ սիրում, հարգում եմ, վարչապետի սրտիկն էլ ի սրտե նվիրում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, դարեր ի վեր, տարիներ ի վեր, 36 տարի ի վեր մեր պետությունն ու այդ խալխլված պետականության օղակները մեզ մատ են ցույց տվել, մեզ ամենավերջի վիրավորանքն ու ուդարներն են ցույց տվել, մեզ ցույց են տվել ջրցան մեքենաներ, մեզ ցույց են տվել փշալարեր, դուբինկեք,
հրազենի կրակոցներ, բայց այսօր մեր իշխանությունը մեզ ցույց է տալիս ապրելու կանաչ ճանապարհ, ինչով կարում է աջակցում այս ժողովրդին եւ սիրտ է ցույց տալիս ատելության փոխարեն ցույց է տալիս սեր, սիրտ, հարգանք, միություն ժողովուրդ ջան, լավ մնացեք, բոլորիդ շատ սիրում, հարգում ու կարոտում եմ ու ջերմ գրկում ու շնորհավորում եմ բոլորիդ։ Այսքանը առայժմ կմիանամ երեկոյան։